Շարունակենք անատոմիային նվիրված այս շարքը, նորից կրկնվում եմ, երեխեք ջան, պետք է իմանալ կառուցվածքը, որպեսզի պատկերացնել, թե ինչ պաթոլոգիաների զարգացման պարագայում, ինչ գանգատներ կարող են լինել եւ համապատասխան ամենակարևորը, թե երբ դիմել մասնագետի։ Արգանդը դա տանձաձև մկանային օրգան է, որպեսզի ընդհանուր պատկերացնենք, այն ունի սերոս, մկանային եւ ներսի շերտը դա էնդոմետրիումն է։ Դերը արգանդի իհարկե բոլորդ պատկերացնում եք, ամենակարևոր ֆունկցիան, որը կատարում է, դա ընդունել պտղաձուն եւ ստեղծել պայմաններ, որպեսզի կատարվի իմպլանտացիա եւ իհարկե աճը, հետագա աճը։ Երևի թե անատոմիկ տեսանկյունից ինչ է կարևոր իմանալ ցանկացած կնոջ, ցանկացած աղջկան։ Լորձաթաղանթի վերաբերյալ, որ դաշտանային ցիկլը դա հորմոնակախյալ process է։ Եվ հենց դաշտանային ցիկլի ընթացքում հորմոնների ազդեցության տակ արգանդի խորոչում, այսինքն լորձաթաղանթը, որը բաղկացած է բազալ եւ ֆունկցիոնալ շերտերից, սակայն այստեղ կանգ չառնենք երկար, այն ենթարկվում է փոփոխության հաստանումը։ Դաշտանային ցիկլի ընթացքում ցանկացած օր այդ դինամիկան, երբ որ մենք անում ենք, այս դրա համար ենք անում, որ տեսնենք ինչպես է տեղի ունենում հաստացումը, բացի ֆոլիկուլի աճի նկարագրելուց, նաեւ շատ կարեւոր է լորձաթաղանթի փոփոխությունները։ Եվ լորձաթաղանթը իր ամբողջ ընթացքում հորմոնների ազդեցության տակ ենթարկվում է համապատասխան փոփոխության։ Էնդոմետրիումը կարող է ենթարկվել պաթոլոգիկ փոփոխությունների, այնպիսին ինչպիսին են օրինակ գերաճը, լորձաթաղանթի գերաճ, էնդոմետրիումի հիպերպլազիա, պոլիպների առկայություն։ Կարող է նկատվել հակառակ process, երբ որ լորձաթաղանթը չի հաստանում։ Նորից հիշեցնեմ, որ սա հորմոնակախյալ ստրուկտուրա է, դա շատ կարևոր է նկատի ունենալ։ Եվ ցանկացած փոփոխություն լորձաթաղանթի հետ մենք կարող ենք տեսնել կատարելով ներհեշտության ուլտրաձայնային հետազոտությունը, ցանկացած ստրուկտուրային փոփոխություն։ Պաթոլոգիկ process-ների զարգացման հետ կապված պետք է նաև ուշադիր լինել մկանային շերտի փոփոխություններին։ Հենց մկանային շերտից են զարգանում բոլորին ծանոթ միոմատոզ հանգույցները։ Հենց մկանային շերտում իդեպ էնդոմետրիումի ատիպիկ տեղակայման հետևանքով առաջանում է էնդոմետրիոզը։ Պաթոլոգիաներին մենք կանդրադառնանք այլ նյութերում պետք է նկատի ունենալ, որ հենց մկանային շերտը կարող է նույնպես ախտահարվել եւ առաջանան նորագոյացություններ։ Եվ այստեղ նորից դիագնոստիկ միակ եւ կարեւոր ոսկե ստանդարտ դա ներհեշտության ուլտրաձայնային հետազոտությունն է։